Գիտեք, անկեղծ ասած, հարցը քննարկվել է շատ կարճ, ես ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնել Վրաստանի վարչապետին այդ աջակցության համար, մնացածը արդեն կոմերցիոն դաշտում է, ես սովորություն չունեմ այդպիսի հարցերի անդրադառնալ։ Հաջորդ հարցը։ Ես ոչ մի ազդակ չունեմ, որ չի շարունակվելու։ Ես տեղյակ եմ, որ նաև ընդհանուր առմամբ գներն են նվազել, որ շատ կարևոր է։ Հաջորդ հարցը Դիանա Դավթյան, Ֆրինյոս։ Գիտեք ինչ, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցնեիք, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվելու խաղաղության համաձայնագիրը, ես չէի ունենա այդ հարցի պատասխանը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Այո, իհարկե հնարավոր չի, բայց էլի հիմա բանակցությունները, դե գիտեք, հիմա ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաև ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։